Եթե տանը ներքնակի տակ ունեք դրամներ, ուշադրություն, երկրորդ սերնդի 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամանոցները դուրս են գալիս շրջանառությունից։ Մինչև ապրիլի 15 այս տարվա նրանք շարունակում են մնալ շրջանառության մեջ եւ որպես օրինական վճարամիջոց։ Ապրիլի 15-ից հետո արդեն նրանք կարող են չընդունվել ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարելու դեպքում։ 500 դրամանոցը վաղուց շրջանառության մեջ չէ, բայց պաշտոնապես հիմա է դուրս գալիս։ Մյուս թղթադրամները դուրս են գալիս մաշվածության պատճառով։ Եթե ունեք այս թղթադրամներից, մոտեցեք կենտրոնական բանկ եւ յուրաքանչյուր թղթադրամի անվանական արժեքի համար 50 հատը կփոխանակեք անվճար։ 51-ից հետո կգանձվի ընդհանուր գումարից 3%։ Մինչև ապրիլ էլ հնարավոր է հին թղթադրամները վերադառնան կենտրոնական բանկ, քանի որ երկրում շրջանառության մեջ մնացել է 1000 դրամանոցների 6-ից 7%, 5000-անոցների 4-ից 5%, 10000-ի նույնպես 4-ից 5%, իսկ 20000-անոցի 2%։ Հին թղթադրամները որպես նմուշ կմնան կենտրոնական բանկի պատին։ 1000 դրամանոց թղթադրամի կյանքի տևողությունը եթե կազմում էր 1-1.5 տարի, օրինակի համար, 20000 դրամանոցինը կազմում էր, ասենք, նույնիսկ 3-4 տարի։ Ներկայիս նոր շարքի թղթադրամների համար այդ միտումը պահպանվում է, սակայն քանի որ իրենց հումքը, ինչպես նշեցի, ավելի ունի պաշտպանվածություն պոլիեստերային շերտերով, նույն անվանական արժեքի թղթադրամի կյանքի տևողությունը համեմատած նախորդի հետ 2.5-ից 3 անգամ ավելի երկարում է։ Այսինքն այս նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև երկարացնել թղթադրամների կյանքի տևողությունը։ Ինչ են մտածում թղթադրամների կարիք ունեցող մեր հայրենակիցները փոփոխության մասին։ 10 հատից մի հատ 2 հատ կարող է լինի։ Երևի կհասցնենք էլի շրջանառենք, վերջացնենք։ Քարտով ենք առևտուր անում, ընդհանրապես հիմա թղթադրամ չունենք։ Մեկ պատա, հիմա դա էլ չի պատա, մարդն դուրս է եկել էլի։ Թղթադրամներից չունեմ ոչ մի տեսակի, բայց տեղյակ եմ նորությանը։ 50,000 դրամը եւ 100,000 դրամը դեռ շրջանառության մեջ կմնան։ Դրանք այնքան ձեռքից ձեռք չեն անցել, որ մաշվեն։ Ամեն դեպքում նոր թղթադրամները հատուկ հումքով են, 100%-անոց բամբակ, երկու կողմից էլ պոլիեստերի բարակ շերտով են պատված։ Եթե մենք այսպես չնչին փոփոխում ենք դիտման անկյունը, տեսնում ենք այս գծի շարժը, հա, դինամիկ շարժը։ Եվ բացի դրանից գույնի փոփոխություն, ասենք կանաչից, սա օրինակ կանաչից կապույտ է փոխվում, սա մանուշակագույնից ինչ-որ դարչնագույն, հա, թեթև երանգի փոփոխություն ենք նկատում։ Նոր թղթադրամները կեղծելն էլ է բարդ, սա միակ տարբերակը չէ։ Դրամի մեջտեղով անցնում է ներգիծ, շարժելու դեպքում գունային փոփոխություն եք տեսնելու, որը թղթի ներսից է արված եւ երբ պահեք լույսին մոտ, կտեսնեք այսպես ասած հոծգիծ։ Աչանկյունում էլ ջրանիշ կերևա։ Այս դրամը կեղծելու նյութերը բավականին թանկարժեն, մինչև կեղծարարը տեխնոլոգիան ստեղծի, կօգտագործվի մեկ այլ տարբերակիչ։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։